Պարոն Տոնյան, մայիսի 28-ին տեղի ունեցավ զորահանդեսը, նոր զենքեր ներկայացվեցին 2022 թվականից հետո ձեռք բերված, նախ ինչպես եք գնահատում եւ արդյոք այդ ձեռք բերված զենքերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակը կարող է օրինակ հարձակման դեպքում հաղթել հակառակորդին, պայմանական հակառակորդին, ինչպես այդ զորահանդեսի ժամանակ էր։ Որպես նախկին պաշտպանության նախարար կարծում եմ, որ հասկանում եք, որ ես ուրախ եմ ցանկացած նոր ձեռքբերումների համար, բացի նոր ձեռքբերումներ նաև եղել են սպառազինություն, որը որ ձեռք է բերվել նաև իմ պաշտոնավարման ժամանակ եւ ներկրվել է բավականին դժվարություններով իմ պաշտոնավարման ժամանակ, շատ բաներ ներկայացված չէին, գնահատական տալ, թե ինչքանով է պատրաստված է սպառազինությունը կիրառման համար չեմ կարող, որովհետև իմ համար նոր տիպի սպառազինություններ նաև ուրախացնում է անօդաչու թռչող սարքերի բազմազանությունը, եւս գնահատական կարելի կլինի տալ միայն այն դեպքում, երբ որ դրանք կիրառելիության մեջ մենք կտեսնենք։ Պարոն Տոնյան, մի ճշտող հարց է, քանի որ հատկապես վերջին շրջանում այս քարոզարշավի ընթացքում բարբերաբար իշխանության ներկայացուցիչները, քպականները անդադ նշում են, որ Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ սահմանափակվել է, բավարարվել է միայն կողմերին այդպես հորդորելով, էլի կոչ անելով դադարեցնելու պատերազմը, եւ այս հայտարարություններին վերջերս շաբաթներ առաջ, եթե չեմ սխալվում, Նարեկ Կարապետյանն էր անդրադարձել, ասել էր, որ այդ ժամանակվա պաշտպանության նախարարին, ձեզ պարոն Տոնյան, առիթ լինելու դեպքում հետաքրքրվենք հարցնենք, թե ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եվ ձեր մեկնաբանությունը։ Ես լսել եմ Նարեկ Կարապետյանի, ինչպես նաև Սամվել Կարապետյանն այդ հարցը բարձրացրել, նախկին պաշտպանության նախարարին գնացեք հարցրեք, թե ինչ է կատարվել։ Որպես երևի բոլորդ գիտեք, տեղյակ եք, ես կասկածում եմ, չեք էլ կասկածում, որ ես միշտ զսպվածություն եմ ցուցաբերում սենսիտիվ հարցերի վերաբերյալ պատասխաններ տալու, ինչ որ վերաբերել է պաշտպանության նախարարության, պաշտպանական համակարգին կամ նույն ռազմական գործողություններին, որոնք որ 44 օր են տեղացել։ Տեղեկատվությունը աջակցության համար զինված ուժերին սենսիտիվ տեղեկատվություն է, այսինքն կամ պետական գաղտնիք է պարունակում կամ ծառայողական գաղտնիք, դրա համար ես չեմ խախտի իմ պահվածքը, այսինքն արտահայտելու կոնկրետություն որևիցե աջակցության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ գնահատանքի է արժանի ցանկացած բարեգործությունը, աջակցությունը զինված ուժերին, որոնք որ իրականացվել է մասնավորապես 44 օրյայի ժամանակ եւ մասնավորապես բոլոր անհատների եւ կազմակերպությունների կողմից։ Դա հավաքական մի ներուժ էր, որը որ պաշտպանության նախարարության զինված ուժերի օգուտ է եղել։ Մասնավորապես նաեւ Սամվել Կարապետյանի աջակցությունը, որը որ բավականին էական եւ բազմազան է եղել է մինչեւ 2018 թիվը, եղել է 2018 թվականից մինչեւ ռազմական գործողությունը եւ հուսով եմ, որ հիմա էլ կա։ Նա բազմազան եւ էական է եղել, բազմակողմանի եւ էական է եղել եւ իր, կարծում եմ բոլորդ հասկանում եք, իր կարողությունների շրջանակում կարելի է գնահատել բավականին օգտակար։ Պարոն Տոնյան, ներեցեք, կարող եք ուղղությունը նախ խնդրում եմ ասեք, այսինքն եղել է սպառազինությամբ, օգնություն, սնունդ եւ այլն։ Սկզբից ասել եմ, չէ՞ որ դա ես մանրամասների մասին չեմ խոսի։ Այդ ամեն ինչը գրանցված է պաշտպանության նախարարությունում, չեմ կարծում, որ ես կտրամադրվի այդ տեղեկատվությունը եւ չի տրամադրվի նաեւ իմ կողմից, որևիցե մեկի աջակցությունը, ոչ միայն Սամվել Կարապետյանի։ Բայց ես նաև ասացի, որ էականն է եւ բազմակողմանի է եղել։ Պարոն Տոնյան, ներեցեք մեկ հարց էլ։ Իսկ դուք համաձայն եք իշխանությունների։ Այո, բավարարված եմ, եթե դա հրապարակային ինֆորմացիա չէ, ինչ կարող եմ անել։ Պարոն Տոնյան, հարցս հետեւյալն է։ Նախ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը Նարեկ Կարապետյանը նաև ասում էր, որ կան զենքերի մեջ անհամապատասխանություններ եւ այդ անհամապատասխանությունը վաղը մյուս օր մեզ համար լուրջ խնդիր է դառնալու։ Նախ դուք համաձայն եք դրա հետ եւ եթե կանան անհամապատասխանություններ, ինչ է սպասվում, իհարկե օրհասական ճակատագրական պահի մասն է խոսքը, եւ երկրորդը դուք համաձայն եք մեկնաբանություններին կամ գնահատականներին ոչ մի ձևով չեմ անում, որ դրանք մասնագիտական մակարդակ չունեն, էլի։ Ես չգիտեմ իրենց ով է խորհուրդ տալի կամ ով է իրենց ասում, որ
լավ է կամ վատ է կամ ինչ խնդիրներ կլինեն, Իսկ դուք որպես չեմ կառույց ժամանակին կառավարող անհատ ինչ է կարծում, կա այդպես շատ բաներ ես չէի անի, շատ բաներ առավել կանեի, առավել քան կա։ Իսկ բանակի որ լավ Զինված ուժերի զինանշանը եւս փոփոխության է ենթարկվել, դա տեսել եք եւ ձեր կարծիքը դրա վերաբերյալ փոփոխության մասին պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ըստ էության մեր մարտունակ բանակի ոգին չի արտահայտվում։ Ով է ասա։ Այսինքն նախկին, տեսեք, նախկին զինանշանը դեռևս, եթե չեմ սխալվում, 2016-ին միջգերտ կարող եք ստուգել, այսպես ասած Google-ը հիշում է։ Պաշտպանության նախարարությունը շատ բաց հրապարակային հանձնաժողով ստեղծեց, ձևավորեց միջգերտիչական, ներգրավմամբ տարբեր եւ նկարիչների, եւ գերալդիստների, քանի որ իրականում մեր զինանշանը ուներ խնդիրներ, հերալդիկ խնդիրներ, եւ այդ փոփոխությունը դրված էր մեր առջեւ, ես այդ հանձնաժողովը նախագահել եմ, արդյունք ենք ունեցել ենք զինանշան, որը որ հետագայում որակվեց որպես ոչ զինանշան եւ պաշտպանության նախարարության, եթե չեմ հրամանով ներգրաված է եւ իջև հիմա պաշտպանության նախարարությունում կարծեմ կիրառում են, թեւավոր այռուց է։ Նորի վերաբերյալ չեմ կարող ես ձեզ իմ գնահատականը տալ, որովհետև ճաշակին ընկեր չկա։ Ամեն դեպքում եթե դա ընդունված է եւ կիրառության մեջ է, պետք է ուղղակի ընդունենք ոնց որ կա։ Թեև ասացիք, որ հակ է ինֆորմացիան հրապարակման ենթակա չէ, սակայն խնդրեմ հաստատել կամ հերքել տեղեկությունը, որ մասնապես 44 օրյա պատերազմի ժամանակ Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին, մասնապես սնունդի հետ կապված, ամբողջը հենց իրենք են ապահովել, ամբողջ հենց 44 օրյա պատերազմի սկզբից մինչև Արեգ ջան, ես նշեցի, որ ամբողջ աջակցությունը եղել է համապարփակ, այսինքն ես չեմ կարող ասել կոնկրետ որ ուղղությամբ է դա կիրառվել, բայց որ կիրառվել է դա հաստատ է։ Եվ զինված ուժերը օրեկան տարբեր գնահատականներով, նաև ֆինանսիստների գնահատականներով օրեկան ծախսել է 3-ից 30 միլիոն դոլար մոտավորապես պատերազմի ընթացքում։ Օրեցօր փոփոխվել է դա։ Հիմա այն աջակցությունը, որը որ կատարվել է տարբեր աջակիցների կողմից, հնարավոր է մի մաս ուղղվել է ինչ-որ մի բանի կազմակերպման, ինչ-որ մի բանի գնման, չեմ ուզում կոնկրետացնեմ, որովհետև դա, եթե ես կոնկրետ ասեմ, որ օրինակի համար սննդի վրա է ծախսվել, դա կիսա ճշմարտություն կլինի, դա ճիշտ չի։ Պարոն Տոնոյան, վերջերս բանավեճ էր կազմակերպվել հենց այդ զորահանդեսի թեմայով եւ կրկնում եմ, որ բոլորի աջակցությունը գնահատանքի է արժանի, մասնավորապես նաեւ Սամվել Կարապետյանի։ Զորահանդեսի վերաբերյալ եւ մասնավորապես Վիլեն Գաբրիելյանը այդ բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ որում ես որոշ բանակցություններ անձամբ եմ վարել իր հետ։ Այո։ Վիլեն Գաբրիելյանը նշել էր, որ 44 օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իր արչև դրված խնդիրը չի կատարել։ Այդ ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր, պաշտպանության նախարարը դուք, որ խնդիրը զինված ուժերը չի կատարել ըստ Վիլեն Գաբրիելյանի։ Ես չեմ պատասխանելու ոչ Վիլեն Գաբրիելյանի ասածներին, որևիցե մեկի ասածներին, որովհետև հիմա քարոզարշավ է եւ այդ քարոզարշավում բոլոր կարմիր գծերը անցած են։ Ես ջրաղացի վրա ջուր չեմ լցնելու։ Կներեք։ Գաբրիելյանը կարմիր գծեր է հատել։ Ոչ միայն Վիլեն Գաբրիելյանը։ Դուք որպես հեղափոխությունից հետո առաջին պաշտպանության նախարար համաձայն եք, որ բանակի ավերակների վրա նոր բանակ է ստեղծվել։ Ավերակների։ Այո, դա մասնավորեցնեմ, դա Նիկոլ Փաշինյանն է հայտարարել։ Մի մասնավորեցեք, ես համաձայն չեմ այդ գնահատականը։ Ինչ հիմքեր եք ունեցել եւ ինչ հիմքերի վրա եւ արդյոք նոր բանակ եք ստեղծել, թե ղեկավարել եմ այդ զինված ուժերի համակարգը, անհնարին է որ ես այդպիսի գնահատական տամ, որ ավիրակների վրա է եղել։ Ոնց ավիրակների վրա։ Բայց այսօրվա զինծառայողները, որոնք որ գեներալական պաշտոններ են ստացվել եւ կրթվել են եւ վերապատրաստվել են
իմ պաշտոնավարման ժամանակ այդ մարդկանց ոնց կարող է ես ավերակ գնահատեմ որպես։ Բա այն երիտասարդները, որոնք որ իրենց կյանքը նվիրել են, այդքան քաջություն են ունեցել, որ մավանդեմ են կանգնել, ոնց ես կարող է իրենց ավերակի գնահատական տալ։ Անցանք առաջ է։ Խոսույթին կուզեմ նաև անդրադառնալ։ Մի գնացեք, ինձ մի մցրեք այդ։ Կամ հիմա դադարեցնում ենք, ինձ մի մցրեք այդ նախընտրական վառապաշարի մեջ։ Չէ, խնդրեմ անդրադառնալ այն խոսույթին, որ Նիկոլ Փաշինյանի եւ ոչ միայն իշխող ուժի կողմից խոսվում էր այն մասին, որ ինչու չեն զոհվել արցախցիներ, հետո իրենց խոսույթը խմբագրեցին նշելով, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն էր վերաբերում, դուք ընդհանրապես ինչպես եք գնահատում այդ զոհվել, չզոհվելու, ինչու եք դուք ողջ մնացել այդ, չեմ ուզում ասել քարոզչական թեզին, ինչպես եք նախ գնահատում այդ ամենը։ Չեմ գնահատում։ Ես նորից կրկնում եմ այդ քարոզարշավի խոսույթը, որ ասում է բոլոր կարմիր գծերը եւ բարոյական եւ պաշտպանությանը վերաբերող ամտանգության վերաբերող հարցերին, ես չեմ ընդգրկվելու այդ դրա մեջ։ Եվ նաև Արշակ Կարապետյանն էր վերջերս հրապարակել վարչապետին ուղղված նամակագրություն եւ նշել էր, որ օգոստոսի 14-ին, եթե ես չեմ սխալվում, թե բանավոր եւ թե այլ կերպ զեկուցել է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան պատրաստվում են հարձակման եւ այստեղ պետք է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ կապի մեջ մտնել։ Դուք այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունեցել եք այդ տեղեկատվությունը Արշակ Կարապետյանի հաղորդած, փորձել եք Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ։ Ռուսաստանի գործընկերների հետ մենք եղել ենք անմիջական կապի մեջ եւ ես եւ վարչապետը անմիջական կապի մեջ։ Ես ինձ վերաբերող մասով պաշտպանության նախարարի հետ Ռուսաստանի, վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ։ Այն գրագրությունը, որի մասին որ դուք գրում եք, հրապարակվել է կամ ինչ որ ասում է Արշակ Կարապետյանը, դա պետք է իրանց հասնել, իրանց գրագրությունն է եղել, որը իմը չգիտես ինչու հրապարակվում է։ Իրանք են իրար հետ խոսել։ Ու այդ խոսակցության վերաբերել ես տեղեկ չեմ եղել, բայց արդեն հարցեր ունեմ երկուսին էլ։ Այդ գրագրության վերաբերել։ Իմ հարցերն են արդեն։ Ես հիմա մենք էլ բարձրացանք։ Հապկի վերաբերել է խոսքը գրում, որ ես հայտարարել եմ, որ հապկից պետք է դուրս գալ։ Շատ հետաքրքիր հայտարարություն է, դրա պատասխանը պետք է տան, թե որտեղից են այդ։ Չնայած դա Արշակ Կարապետյանն է ասել։ Դուք երբևէ նման միտք չեք արտահայտել, այսինքն պնդում եք, ոչ փակ խոսակցություններով, ոչ։ Ես փակի մեջ եմ եղել, հիմա դա խիա բաց է հայտվում, եթե անգամ փակի մեջ է։ Իսկ եթե բաց է եղել, ցույց տվեք ինձ մեկ նմուշ, մեկ տեղ որ դա եղել է։ Ես ձեզ շնորհակալ եմ, երևի ժամանակն է արդեն անելու, ես կներեք մի քիչ բան արեցիք ինձ այս գործի, ստե ուրա գործը, բանա, ռեպլիկները, դատախազը արդեն ռեպլիկներով հանդես եկավ, մենք հիմա հակառեպլիկներով ենք հանդես գալու։ Քանի որ համապետական ընտրություններն են մյուս Կիրակի օրը, դուք ինչպես եք պատկերացնում իրավիճակը, հունիսի 8-ին ինչպիսի Հայաստանն է լինելու։ Նոր Հայաստան է լինելու։ Էլի նոր։ Ոնց էլի նոր։ Որովհետև 18 թվականին Նորացված, թարմացված։ Իշխանափոխություն է լինելու։ Չեմ կարող ասել, բայց իշխանության ձևաչափը կոնֆիգուրացիան կփոխվի։